Պարոն Սիմոնյան, դեռևս Գյումրի ընտրությունների ժամանակ Գյումրին ցույց տվեց, որ ինքն իսկապես ընդդիմադիր քաղաք է, այս անգամ ինչպես է լինելու եւ շատ են խոսում, որ նույն Գյումրիի սցենարով է հնարավոր հաղթել այս իշխանությունների։ Շատ ճիշտ եք նկատել, իշխանությունները 2025 թվականին ջախջախիչ պարտություն կրեցին Գյումրիում եւ ընդդիմադիր բոլոր ուժերը միավորվելով իշխանազրկեցին քաղաքացիական պայմանագրին։ Եվ դա նաև պետք է վարակիչ լինի բոլոր մարզերի համար եւ բոլոր ընդդիմադիր ուժերի, որ հաղթանակից հետո կարողանան իրենց հաղթանակը պահեն, ֆիքսեն եւ առաջ տանեն։ Այլապես մենք շատ մեծ վնասներ կունենանք ապագայում գործող իշխանության վարած քաղաքականության հետևանքով։ Իսկ չկողմնորոշված քաղաքացիներին ինչ խորհուրդ կտաք որոնց։ Չկողմնորոշված քաղաքացիները պետք է հասկանան, որ սա անձերի ընտրություն չէ, սիմպաթիաներով չեն առաջնորդվելու այս ընտրությանը եւ սա պայքար է հանուն լինելիության, հանուն հայի գենի պահպանման, հայի տեսակի պահպանման, սա յուրաքանչյուր գիտակից հայ պետք է իր մեջ ֆիքսի։ Այլապես իրոք մենք ծանր ժամանակներ ապրելով չենք կարողանալու մեր ողնաշարը ուղենք եւ առաջ շարժվենք։ Միանշանակ պետք է ձայնը տալ ընդդիմադիր ուժերից որևիցե մեկին, իսկ ավելի այսպես մանրացած ասեմ, որ համար 17-ին Հայաստան Տաշինքին, որովհետև եւ թիմն է լավը, երիտասարդներ, ովքեր յուրաքանչյուր իրենց ոլորտներում, իրենց քաղաքներում, մարզերում կայացած մարտիկ են, իսկ Տաշինքը առաջնորդող երկրորդ նախագահան այդ ամենը ապացուցել է փորձով, իր գիտելիքներով, իր ունեցած արտաքին եւ ներքին քաղաքականությամբ եւ փաստերով, որոնք արձանագրված են մեր 2098-ից 2008 թվականների նախագահության տարիներին օրոք։